Գիրք Ամբակում, գլուխ 3։ Ամբակում մարգարեի աղոթքը Շիկիոն օդի վրա։ Ով Տեր, լսել եմ քո լուրը եւ վախեցել։ Ով Տեր, վերանորոգիր քո գործը տարիների մեջ։ Տարիների մեջ իմացրու եւ բարկության մեջ ողորմություն հիշիր։ Աստված Թեմանիցն եկավ եւ Սուրբը Փարանսարիցը։ Նրա փառքը ծածկեց երկինքը եւ նրա գովաբանությամբ լցվավ երկիրը։ Եվ պայծառությունը լույսի պես էր, ճառագայթներ ուներ իր կողմին, եւ այնտեղ էր նրա զորության ծածկույթը։ Նրա առաջին գնում էր ժանտախտը, եւ հրատագնապ տենդը դուրս էր գալիս նրա ոտների ետևից։ Նա կանգնեց եւ չափեց երկիրը, նայեց եւ դողացրեց ազգերը, եւ պատառոտվեցան վաղեմի սարերը, խոնարհվեցան մշտական բլուրները, հավիտենական ընթացք ունի նա։ Տագնապիտակ տեսակ Հուշանի վրանները, սարսեցին Մադիամի երկրի առագաստները։ Միթե գետերին է բարկացել Տերը, կամ գետերին էր քո ցասումը, կամ ծովին քո սրտմտությունը, որ հեծար ձիերիդ, փրկության կարգերիդ։ Բոլորովին մերկացավ քո աղեղը, ցեղերին արած քո երթումների եւ խոսքի համեմատ։ Գետերով պատառեցիր երկիրը, քեզ տեսան սարերը եւ դողացին։ Ջրի հեղեղը անցավ, անդունդը տվավ իր ձայնը, դեպի վեր բարձրացրեց իր ձեռքերը։ Արեգակը լուսինը կանգնում են իրանց կայանումը, նրանք ընթանում են քո նետերի լույսովը, քո նիզակի փայլուն պայծառությունովը։ Բարկությամբ քայլում ես երկրի վրա, սրտմտությամբ ոտնակոխում ես ազգերին։ Դու դուրս եկար քո ժողովրդի փրկության համար, քո օծյալի փրկության համար, ջարդեցիր գլուխը անօրենի տանիցը, հիմունքը մերկացնելով մինչև պարանոցը։ Դու ծակեցիր նրա գավազանովը նրա զորավարների գլուխը, որոնք փոթորկի պես հարձակվում են, որին ցրիվ տան, որոնք ուրախություն ունեին, իբր թե տնանքին ուտելու են, ծածուկ տեղը։ Դու ճանապարհորդեցիր ծովումը քո ձիերովը, շատ ջրերի հորձանուտումը։ Լսեցի եւ ներսս սարսափեց, ձայնիցը դողացին շրթունքներս, փտություն մտավ իմ ոսկորների մեջ, եւ ես սարսափեցի իմ տեղը, որ հանգստանամ նեղության օրը, երբ որ ժողովրդի վրա է գալիս նա, որ նրան նեղում է։ Թեև թզանին չծաղկի եւ որդերի վրա բերք չլինի, ձիթենու արդյունքը ստե եւ արտերը կերակուր չտան, կտրվի ոչխարը փարախիցը եւ արչար չլինի գոմերումը։ Սակայն ես Տերովը պիտի ցնծամ, պիտի իմ փրկության Աստծովն ուրախանամ։ Տեր Եհովան իմ զորությունն է, եւ իմ ոտները եղնիկների նման է անում, եւ ինձ իմ բարձր տեղերի վրա է մանածում, գլխավոր երաժշտին իմ նվագարաններով։